Տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանն է ինձ հետ տաղավարում։ Լիլիա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է, որ թոշակառուները, կենսաթոշակառուները նույնպես պիտի հայտարարագրեն իրենց ունեցվածքը։ Սա ինչ խնդիրներով է հղի։ Ես գիտեմ, մարդիկ անգամ սմարթֆոն չունեն, որպեսզի ունենան էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի ունենան mobile ID, որպեսզի լրացնեն այդ հայտարարագիրը։ Լրացնել պարտադիր համարվող այդ գործընթացը իրականացնել։ Իրականում տես Գառնիկ նախ օբյեկտիվ պատկեր հաղորդելու համար պետք է նշեմ, որ ասել, որ սա պես նորություն էր, որ տեղի ունեցավ, ու գոնե այս տարվա համար չէ, որովհետև մենք գործ ունենք համընդհանուր հայտարարագրման եկամուտների այդ ինստիտուտի ներդրման հերթական եւ կարծես վերջնական փուլի հետ։ Որը մի քանի անգամ հետաձգվեց, փոփոխությունների ենթարկվեց։ Հետաձգվեց, փոփոխությունների ենթարկվեց, ընդհուպ մինչև նախորդ տարվա ավարտին, երբ որ բոլոր աշխատող անձինք պետք է հայտարարագրեին պարտադիր կերպով, նախորդ տարվա արդեն տարեվերջին, այդ թվում նաեւ տեխնիկական մի շարք խնդիրների ձեռնելով, բնակչության իրազեկվածության եւ այլ բազմաթիվ խնդիրների ձեռնելով, որոշում կայացվեց, որ դա պարտադիր չէ այդ տարվա համար, պարզապես այն մարդիկ, ովքեր չեն հայտարարագրի, այդ սոցիալական ծրագրերից չեն օգտվի։ Այս տարի մենք տես ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք այդ ինստիտուտի ներդրման իդեպ շատ լավ ինստիտուտի, այսինքն ինստիտուտի խնդիրը չի, եկամուտների հայտարարագրումը իսկապես դրական բան է, աշխարհն ունի փորձ, ունի իր դրական հետևանքները, այդ թվում նաև բայց աշխարհում ներողություն, աշխարհում կա փորձ 500,000 թոշակառու ունենալու։ Դա արդեն երևի թողնենք առանձին ուսումնասիրման խնդիրը, ես հիմա չեմ կարող հստակ թվեր բերել, բայց եթե հաշվի առնենք, որ կան երկրներ, որոնք ունեն մեզանից տասնապատիկ անգամներով ավել բնակչություն, հետևաբար նաև կունենան ավելի շատ հայտարարագրման պարտավորություն ունեցող թոշակառուներ, բայց ունեն այդ խնդիրները լուծելու մշակված մեխանիզմներ։ Հիմա դրանք անդրադառնանք, բայց այլ բան եմ ուզում ուշադրություն հրավիրել այլ հանգամանքի վրա։ Մենք այսօր գտնվում ենք այդ վերջնական փուլի հետ ըստ էության, բայց դեռևս նոր հայտարարվում է, որ ուրեմն նոր համակարգ են հիմա մշակում, որ թոշակառուների այլ համակարգերից տեղեկատվությունը ավտոմատ տրվի, թոշակառուների, թոշակների, եկամուտների հետ կապված, ամբողջ խնդիրն այն է, որ թոշակառուների համար ինքնաշխատ կերպով, ինչը որ թոշակ է նպաստը եւ այլն, լրացվի եւ նրանք պարզապես նայեն, տեսնեն համաձայն չեն եւ հաստատեն այդ հայտարարագիրը։ Մրցույթ է հայտարարված, ես ասում եմ ՊԵԿ նախագահի հայտարարությունը եւ կազմակերպություններ կան, որոնք հետաքրքրված են։ Համակարգը ներդրված է։ Մենք գործ ունենք այդ համակարգի ներդրման վերջին փուլի հետ եւ հիմա նոր համակարգ են մշակում, այսինքն ինչ է սա նշանակում, անգամ այստեղ կա շտապողականություն, հա, ուզեն թե չուզեն, վերջին փուլով, վերջին ժամկետով նոր համակարգ են մշակում եւ հետեւաբար առաջանում է բավական մեծ հավանականություն կամ առնվազն ունենք մտահոգվելու առիթ, որ միգուցե այդ համակարգը եւս լիարժեք չաշխատի եւ օրինակ չկա վստահություն, որ ինչպես նախորդ տարվա ավարտին որոշվեց, որ այդքան էլ պարտադիր չէր փաստորեն, որոշները կարող էին լրացնել, որոշները կարող են չլրացնել եւ այլն, նույնը տեղի չի ունենա հիմա։ Մի ընդգծում անեմ, պարզապես, եթե ճիշտ եմ հասկացել, ինչ է ասում ՊԵԿ-ը, Պետական եկամուտների կոմիտեն, ասում է, որ կենսաթոշակառուների թոշակները եւ նպաստները ավտոմատ կմուտքագրվեն համակարգ, բայց այն ինչ որ թոշակին չի վերաբերվում, բայց կենսաթոշակառուն ստանում է տրանսֆերտների տեսքով, այլ ինչ որ եկամտի աղբյուր ունի։ Դրա հետ կապված իրենք էլ կարծես վերջնական պատասխանը չունեն, որտեղ օրինակ նույն 300,000 դրամի սահմանաչափը, եթե կհիշես, նախորդ հայտարարագրման փուլերի ժամանակ սահմանվեց, չէ՞, 300,000 դրամից պակաս օրինակ փոխանցումը քարտային չի հայտարարագրվելու։ Դրա հետ կապված այսօր դեռ չունի կառավարությունը որոշում։ Կսահմանվի թոշակառուների համար 300,000, ավելի պակաս, ավել եւ այլն։ Այսինքն, ինչ է ստացվում, մենք հնդհացս ներդրել ենք, բայց հնդհացս ձևավորում ենք համակարգ եւ անգամ լավագույն ցանկության դեպքում մեծ է ռիսկը, որ նորից լիքը խոչընդոտների, բարդությունների, տարատեսակ խնդիրների բախվելու են։ Օբյեկտիվորեն ինքը համընդհանուր ինստիտուտ է եւ համընդհանուր ինստիտուտը որոշ օբյեկտիվ չափ ենթադրում է, որ այո, ներդրումից հետո խնդիրներ կառաջանան, կշտկվեն եւ այլն, բայց որքանով է մեզ մոտ առաջացած խնդիրների քանակը այդ օբյեկտիվի շեմի ներքո, այստեղ բավական լուրջ հարցեր են։ Վերջին հարցը շատ հակիրճ, Վրաստանում, Իրանում կա այսպիսի մեխանիզմ։ Լայն տարածաշրջանից հայտարարագրման ինստիտուտի մեխանիզմ կան բազմաթիվ զարգացած երկրներում, մեզ մոտ տարածաշրջանային երկրներից լայն տարածաշրջանից Ղազախստանն է, որ կամ դեռ ընթացքի մեջ է, կամ ավարտել է, բայց նոր է ավարտել,
Իրանի Վրաստանի պարագայում այս պահին չեմ կարող հստակ տեղեկատվություն տալ կա թե ոչ, բայց այստեղ մի բան էլ կարճ հավելեմ ու արդեն անցնեմ իմ հավելվածին, հայտարարագրման ներդրման սկզբնական շրջանում առիթ եղել է ուսումնասիրելու որոշակի միջազգային փորձ եւ այդ բազմաթիվ խնդիրների համար պետությունները մշակել են մեխանիզմներ, այդ թվում բավական լուրջ ռեսուրսներ ներդնելով հատկապես թոշակառուների համար անվճար ծառայություն եւ օժանդակություն մատուցելու համար։ Ինքդ նշեցիր, որ շատերը պարզապես օրինակ չունեն սմարթֆոններ, ես շատ թոշակառուներ ունեմ շրջապատում, ովքեր տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին, բայց նաև շատերը կան, ովքեր անգամ այդ սմարթֆոնի գործածելու եղանակը չգիտեն։ Հետևաբար այդ մարդկանց իսկապես պետք է լինելու օգնություն։ Սկզբնական շրջանում նույն աշխատողների հետ կապված մեզ մոտ հաշվապահական կազմակերպությունները շատ արագ կողմնորոշվեցին, անգամ ֆիքսված գումար կար 10,000 դրամով օգնում էին լրացնել։ Հիմա հարց թոշակառուների պարագայում լինելու է նման խնդիր, թե ոչ, եւ թոշակառուն, նպաստառուն ունենալու է այդ 10,000 դրամը վճարելու հնարավորություն։ Հատկապես այն դեպքում, երբ իդեպ կանրադառնանք հավելվածով, մենք գտնվում ենք շատ լուրջ թանկացումների ալիքի ներքո։ Այսինքն կան բազմաթիվ հարցեր, իսկ ինչ վերաբերում է թանկացումներին, արդեն հաջորդիվ։